Էներգայի նախարարը անդրադարձավ որ գնացել եք իր մոտ ձեր բիզնեսների համար արտադրություն եք խնդրել, ուզեի անդրադառնալ այս մեղադրանքներին, երբ խոսեցիք ձեր խոսում եք 5 քայլեր ներկայացել փոքր բիզնեսից, խոսեցիք միջին բիզնեսի մասին, ոչինչ կարծես թե չասեցիք, ես գուցե ուշադիր չէի, ուզեի անդրադառնալ միջին բիզնեսի համար ինչ ունեք, Շնորհակալ եմ, շատ մեկ դրամի հետ կապված, դուք վստահ եք, չէ՞ որ սալու է, այլ իր կողմից մեծ ներդրում է անելու պետական համակարգի կայացման մեջ, այն ներդրումը, որը մինչ հիմա չի արվել, սպառող չենք մենք, այս ճանապարհը մենք ընտրել ենք սպառող չլինելու համար, որովհետև այն հնարավորությունները, ինչ գործարարը հայկական ամենամեծ կորպորացիան ունի, իսկ տաշիր ընկերությունների խումբը այսօր հայկական պատմական ամենամեծ կորպորացիան է, հաստատ շահույթի առումով աննախադեպ է եւ անհամեմատելի է, ես կասեի հնարավորությունների առումով նաեւ համեմատելի է շատ առումով երկրների բյուջեներին։ Այդ իսկ պատճառով, որպես հայ մարդ, այս process-ի մեջ մտնելով Սամվել Կարապետյանը, ոչ այդպիսի մեր ուժը որևէ այդպիսի նկրտում չի կարող ունենա։ Մեր երկիրը պատմական ջրբաժանի առաջ է, ինչ պարգև ավճար էլի, կամ ինչն է իրենց պատկերացնում եք մարդկանց թոշակներից այդքան չեն խոսացել իրենց հայտնի կամ մարդկանց ամբողջ շրջաններ կան, որ գործ չունեն, ոչ մի բան չեն խոսացել այդ մարդկանցից, բայց պարգև ավճարներից այդ մի դրամից երևի 4-5 օրը ամբողջ օրը խոսում են, ցավացրել է, բայց դա չի առաջնահերթությունը մեր համար, մեր երկրի համար այս պահին մենք լուրջ ջրբաժանի առաջ ենք, պետք է անցնենք այդ ջրբաժանը, մարդ պետք է լինի, ով կարիք չունենա, ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությունների, կարծեմ մեր ուժից պարոն Հալիկ Ալեքսանյանը հանդես է եկել այդ պատմության մասին տվյալներով, բայց եթե պետք է ես էլ կարող եմ ասել, բանը 70 միլիոն դոլար ներդրում էին կարել, օրենքը 3 օրում օրենք փոխեցին եւ արգելեցին այդ արտադրանքի արտանումը մեր եւ 3-4 ուրիշ գործարանների։ Գևորգ Պապյանը որպես տնտեսական հզոր գործիչ որոշեց, որ 3 օրում նոր եկած դեռ նախարար էր։ 3 օրում պետք է ընդհանուր Հայաստանի մետալուրգիայի ապագայի համար շրջադարձային փոփոխություն անի եւ գնացել էի հանդիպման մեր ճիշտ որ ասեմ մի տարի չէի հանդիպել իր հետ, բայց բոլոր նախարարների հետ, ես բոլոր Հայաստանի էկոնոմիկայի նախարարների հետ վերջի 10 տարին երևի ամեն ամիս հանդիպել ենք, քանի որ հիմնական ներդրողն ենք երկրի։ Ի պաշտոն է այսպես ասած։ Իր հետ մի տարի չէի հանդիպել, ճիշտ որ ասեմ, քանի որ տպավորությունը պրոֆեսիոնալիզմի առումով, չգիտեմ, մի քիչ հարցեր կային։ Հանդիպման արդյունքում տպավորությունները հիմնավորվեցին, ես ներկայացրեցի, որ ոլորտին, մետալուրգիայի ոլորտին հարված է հասցնելու պետք է ժամանակ։ Իրենք առաջարկեցին սուբսիդիա տրամադրել, որը բառաց իմ կողմից ասվել է, որ այս ոլորտի համար սուբսիդիան նպատակահարմար չէ։ Լավ է, որ իր փոխնախարարն էլ այնտեղ եղել, Էդգար, չեմ հիշում ազգանը, ինքն էլ է եղել, երևի ինքն էլ հիմա կամ աշխատանքից ելնելուց հետո կհաստատի այս խոսքը։ Ու մի բան էլ ավելացնեմ, երկրի էկոնոմիկայի նախարարը դա պաշտոն է։ Նրանք պետք է զբաղվեն, աշխատեն գործարարների հետ։ Ինքը, որ ուրախանում է, որ իր հետ մարդը հանդիպել, պետք է հաշվի առնի, որ ինքը կառույցի, ինստիտուտի հետ են հանդիպում։ Ես իրեն ոչ ճանաչել եմ, ոչ էլ ամենայն հավանականությամբ իրար չենք ճանաչել մենք, կամ ես իրեն չեմ ճանաչել մինչև այդ, եւ հնարավոր է այդ աշխատանքի բերումով, որպես երկրի ներկայացուցիչ, պետք է հանդիպեինք, աշխատեինք։ Պարոն վարչապետի մոտ էլ է հաճախ այդպիսի բաներ հայտարարություններ լինում, եւ ասում է, գալիս են ինձ դիմում են, բան վարչապետ, ձեզ դիմում են որպես երկրի վարչապետ, որպես հայերի, բոլոր հայերի, հայրենիքի մարդ, ով տնօրինում է մեր երկրի պետական ապարատը, ձեզ չեն դիմում որպես անձ։ Պետք է հաշվի առնենք սա, չանձնավորեցնենք, չհագնենք այդ կոստյումը, որը մերը չի։ Միջին բիզնեսի հետ կապված ծրագրային փոփոխությունները
մեր երկրում հիմնականում դա արդյունաբերականացման առումով հնարավորություն տրվի, որ գործարարներ ով ցանկություն ունենա փոքր արտադրությունների, փոքր պրոցեսների մեջ մասնակցի եւ նաեւ վարչարության թույլատում։ Դա շատ կարեւոր է ոչ թե հարկային վարչարության, միջին բիզնեսը։ Օրինակ մի օրինակ բերեմ, եթե ժամանակ ունենաք։ Մի գործարան բացելու համար քեզ պետք է 30 թույլտվություն։ Համարյա Հայաստանի բոլոր կառույցները պետք է թույլ տան քեզ, մշակույթի նախարարություն, բոլորը, որ դու գործարան բացես։ Դա աննպատակ թույլտվությունների համակարգ է։ Պետք է թույլատնենք այդ համակարգը, որպեսզի այդքան վարչարության բեռ մեր գործարների վրա չլինի։ Մի օր կներկայացնեմ, թե քանի մարմին պետք է քեզ թույլ տա, հետո ասում են ինչու գործարան չի կառուցվում։ Մի 30 մարմին պետք է քեզ թույլ տա, որ մի հատ գործարան կառուցես երկրում։ Մեկը տեսնում ես գնում է արձակուրդ։ Չի աշխատում մեխանիզմը, թույլատնելա պետք։ Այդ վարչարական իզուր թղթաբանությունը թույլատնելա պետք։ Թուղթը չի կարևոր։ Կարևորը արդյունքն է հողի վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունները մենք տեսնում ենք վարչարական ինչ թեթև համակարգ է գործում։ Թեթև։ Ու այդ պատճառով երկիր տարածաշրջանի ամենաուժեղ զարգացող երկիրն է։ Շնորհակալություն։ Բայց ոչ թե սուբսիդիայի մասն այն մաքսատուկերից ազատման մասին, օրինակ ABC ընկերությունը 803 միլիոն դրամի ապրանք է ներմուծել, որից մաքսատուկերից է ազատվել, Antex-ը 1 միլիարդ 556 միլիոնի, Ampere 590 միլիոն, Tef-ին 460 միլիոն եւ մոտավորապես 3 միլիարդ քեսի ապրանք է ներմուծել, որի մաքսատուկերից ազատվել, եթե դուք պատրաստ եք 1 միլիոն դրամ, 1 դրամ աշխատանալ եւ աշխատավարձից կախված չէ, ապա ինչու եք Կարապետյան օգտվել այս արտոնություններից։ Շատ շնորհակալ եմ։ Հաջորդը ռուսաստանցի արդեն նախկին միլիարդատեր Շարբակ Չիգրինսկին, Թուրքիայի հարցազրույցի դասում անդրադառնում է նաև Սամվել Կարապետյանի առանձնատանն է եւ նշում, որ դա ֆիկտիվ կերպով է պարոն Կարապետյանը եւ իրականում պատկանում է